Դրամբոն հասնելուն պես մենք փոխում ենք մեքենան եւ փրկարար ջոկատի անդամների հետ մեկնում դեպի Մարտակերտ, ավելի ճիշտ Պուշկեն յալը, որտեղից վիրավորին պետք է տեղափոխեինք հոսպիտալ։ Ճանապարհի ձախ կողմում երևում էր Սարսանգը, որը ոչ միայն հիդրոհանգույց է մեզ համար, այլև լիճ։ Ճանապարհի այս ու այն կողմում մերթ երևում էին թնդանոթներ, դրանց վրա աշխատող ազատամարտիկներ։ Եվս մի քիչ եւ մենք Կուսապատ գյուղում ենք, շրջկենտրոնից մոտ 12 կիլոմետր հեռավորության վրա։ Դեռ այնքան էլ շատ մարդիկ չեն վերադարձել տները, որոնց մեծ մասը թուրքերը փախուստից առաջ քանդել են ու վառել։ Այստեղ հիմնականում մենք հանդիպեցինք ծանոթ ազատամարտիկների, որոնք վերադարձել էին հերթափոխից եւ հանգստանում էին, պատրաստ անհրաժեշտության դեպքում նետվել մարտի։ Շարժվում ենք առաջ եւ ներքին հորաթաղ չհասած թեքվում աջ ու շարունակում ճանապարհը ձորի միջով։ Գյուղն ազատագրված է թշնամուց, սակայն հիմնական ճանապարհով այստեղ գալը չափազանց վտանգավոր է։ Դիմացը հեռուստաաշտարակի բարձունքն է, որտեղ տեղակայված են թշնամու մեծ ուժեր։ Ինչպես տեսնում եք, այստեղ տները կանգուն են, ճիշտ է, թալանված, բայց կանգուն։ Ըստ երևույթին թուրքերը հույս են ունեցել բնակվել այս գյուղում եւ իրենցը դարձնել։ Ասաց Ղարաբաղցին շտահներիդ քացախ։ Օրը ցերեկով Պուշկեն յալը մեքենայով բարձրանում են հազվագյուտ դեպքերում, որովհետեւ ճանապարհի մի քանի հատվածներում մեքենան թիրախ կարող է դառնալ հակառակորդի հրետանու համար։ Սակայն այլընտրանք չկա, վիրավորին տեղափոխել է պետք։ Ահա եւ Պուշկեն յալը։ Այստեղ ժամանակին հակակարկտային թնդանոթներ էին տեղադրված։ Դրա համար տեղանքը կոչվում է Պուշկեն յալ։ Մարտավարական կարևորագույն նշանակություն ունեցող այս բարձունքին մերոնք տիրացել են վերջերս եւ ընդհուպ մոտեցել Մարտակերտ շրջկենտրոնին։ Մնում է ոչնչացնել հեռուստաաշտարակի բարձունքում տեղակայված կրակակետը եւ Մարտակերտի դարպասները բաց են։ Ինչպես պատմեցին տղերքը, թուրքերը մի քանի անգամ փորձել են ետ վերցնել այս բարձունքը, սակայն ապարդյուն։ Մեր այստեղ գտնվելու օրն էլ առավոտյան կողմը նրանք տանկերով առաջ են շարժվել, սակայն հանդիպելով ահեղ դիմադրության ետ չպրտվել։ Տեսնելով, որ գրավել չեն կարողանում, թուրքերը հրթիռահրետակոծում են մեր դիրքերը։ Իհարկե, մերոնք նույնպես պատասխանում են։ Վիրավորին անհրաժեշտ էր շուտ հոսպիտալ հասցնել, եւ մենք ժամանակ չունենք մի կարգին զրուցել տղաների հետ։ Բայց այն 10-15 րոպեն էլ բավական էր, որպեսզի համոզվեինք, որ ամուր է նրանց մարտական ոգին եւ ոչինչ չի կարող կանգնեցնել մեր հաղթարշավը։ Երբ վերադարձանք Դրամբոն, հոսպիտալում վիրավոր ադրբեջանցիներ կային, որոնց տեղափոխել էին Մարտակերտի ռազմաճակատի հյուսիսային հատվածից։ Ինքնապաշտպանության հայկական զորամիավորումները միջանցք էին թողել ադրբեջանական խաղաղ բնակչության դուրսբերման համար, սակայն ինչպես վկայում են հենց իրենք ադրբեջանցիները, օմոնականները թույլ չեն տվել հեռանալ։ Ավելին, նրանք սկսել են կրակել մեր դիրքերի վրա եւ հայ ազատամարտիկները ստիպված են եղել պատասխան կրակ բացել, որի հետևանքով տուժել են նաեւ խաղաղ բնակիչներ։ Հոսպիտալում ադրբեջանցի վիրավորներին օգնություն ցույց տվեցին, որից հետո նրանց տեղափոխեցին Ստեփանակերտ։ Հիմնական մարտական գործողությունները շարունակվում էին ծավալվել ռազմաճակատի հյուսիսային հատվածում, եւ մեր նկարահանող խումբը շտապում է այնտեղ։ Մեր ազատամարտիկներին հաջողվել է կոտրել թշնամու դիմադրությունը եւ առաջ շարժվել։ Մեր նկարահանումների օրը մարտերն ընթանում էին այստեղից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա, լեռան այն կողմը։ Տղերքը իջել էին մի փոքր հանգստանալու, թեթևակի սնվելու եւ նորից առաջին գիծ։ Ոգևորված ձեռք բերած ռազմական հաջողություններով նրանք շտապում էին նորից միանալու իրենց ընկերներին եւ միասին վճռական հարված հասցնելու գլուխ ու կորցրած խոճապահար փախչող թշնամուն։ Իդեպ թուրք ռազմագերինները վկայում են, որ շատերը կռվել չեն ուզում, իրենց տիպողաբար են բերում ռազմադաշտ։ Ահա թե ինչու
Դասալիքների թիվը ադրբեջանական բանակում օրեցօր շատանում է։ Երբ Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Նորայր Դանիելյանը թուրք գերուհարցակնությունը վերջացրեց, ես խնդրեցի նրան մի քանի րոպե տրամադրել մեզ։ Ու թեև նա շատ էր շտապում, այնուամենայնիվ համաձայնեց։ Ինչպիսին է վիճակը հիմա այս պահի վրա։ Կարելի է ասել բավականին լավ է, եթե այսպես արտահայտենք։ Կան բոլոր հնարավոր պայմանները այսօր լրիվ ազատագրելու ոչ միայն մեր տված է, ինչպես անցյալ անգամ մեր հանդիպումների ժամանակ եմ ես ասել, այսօր արդեն լրիվ նախապայմանները կան եւ գործով արդեն տղաներն ապացուցել են, որ ունենք լրիվ հնարավորություններ ոչ միայն մեր տվածը վերցնելու, այլ վերցնելու նաեւ մեր պապերի տվածը։ Դրա սկիզբը արդեն դրված է։ Նոր մարտակերտցիների մասին թուր կարծիք է եղել հատկապես անցած տարվա հունիսից սկսած, հիմա որքանով ինձ հայտնի է տղաները վերադառնում են եւ այս ռազմաճակատում բավականին մեծ է մարտակերտցիների թիվը։ Ես ավելի նկատեի, որ մարտակերտցիների մասին այո, ես այդ համաձայն եմ, որ եղել է, ավելի շուտ ստեղծվել է վատ կարծիք, իբրև կազմակերպելու հնարավորությունները չկան, փախած են եւ այլ, չեն ուզել կռվել եւ այլ, այսօր այս ճակատում, Քյարվաճարի ճակատում հիմնականում 80%-ով կռվում են Մարտակերտի տղաները։ Լրիվությամբ աշխատում է մեր զրահատեխնիկան, 100%-ով մեր զրահատեխնիկան, մեր արդեն մեր, այսինքն թուրքերից վերցրած ներքևի գյուղերում վերցրած տեխնիկան, մեր հրետանին, հետախուզությունը հիմնականում կազմակերպում է մեր միջոցով։ Տղաները կարելի է ասել Չարեկտար գյուղի ազատագրման, Նարեշտար, Աղդաբան գյուղերում ուղղակի հրաշքներ են գործել, հրաշքներ։ 5-պատիկ, 10-պատիկ անգամ գերազանցող թշնամու լավ խրավատավորված, լավ դիրքավորված զրահատեխնիկայով զինված թշնամու դեմ 5 անգամ պակաս ուժերով մենք մեկ օրվա ընթացքում ճեղքեցինք ընդհանուր ռազմաճակատի գիծը։ Օգնություն ուրիշ շրջաններից տեղերից եւս կային իհարկե, բայց հիմնականում կռվում էին տղաներն ու գործում էին հրաշքներ։ Սա կատարվում էր լրիվ աչքի առաջ, լրիվ դրան այս կարծիքի հետ համաձայն են։ Ավելին այսօր կա մեծ հոսք, ազատագրած գյուղերի երիտասարդները հետ են վերադառնում։ Երեք ես ընդունել եմ միայն 27 զինվոր, հիմնականում Վերին Զորակի Հաթինի Թարթարի այս զորակի տղաներից։ Այսօր ստացել եմ Զանգ Կիրոբանից, Գորիսից եւս 40 հոգի սպասում են այնտեղ, ուղարկել եմ մեքենաները հետ գալու համար։ Ու կարևոր sense մի մոմենտ կա, շատ կարևոր։ Մարդիկ արդեն զգում են, որ հաղթանակը մոտ է եւ ոչ ոք չի ուզում դուրս մնալ այդ հաղթանակում իր ունեցածը ներդնելուց։ Ավելի շուտ, ավելի բարձր ասեմ, ուզում են հաղթանակում իրենց մասնիկը ունենան, իրենց բաժինն ունենան եւ մենք դա շատ լավ հասկանում ենք, սա հոգեբանական կարևոր մոմենտ է, տալիս ենք տղաներին լրիվ հնարավորությունները դա անելու։ Թե որտեղ իրենց մեղքերը քավելու։ Հասկանում եք, ես չեմ ուզում ասել մեղքերը քավելու, մեղքերը քավում են միայն մեղավորները։ Կան տղաներ, որոնք իրոք պետք է քավեն իրենց մեղքերը, բայց լրիվին նույն միտքը ասել դա ճիշտ չլինի, որովհետև տղաների մեծ մասը ճակատագրի բերումով, հանգամանքներից ելնելով ստիպված են թողել գնացել հայրական օջախից։ Այսօր, երբ ես զրուցում եմ ոչ միայն զինվորների, այլ խաղաղ բնակչության հետ, որոնք ուզում են հետ վերադառնալ, համբեր սպասում են իրենց գյուղերը վերադառնալու, երբ նրանց բացատրում են, որ տուն չկա, ականապատված է եւ այլ, նրանք չեն ուզում լսել ոչինչ։ Նրանք համաձայն են մնալ թեկուզ իրենց գոմերում, թեկուզ վրանների տակ, թեկուզ պայթել ականների վրա, բայց միայն լինել իրենց տանը, իրենց հողում։ Սա բնական է, սա Ղարաբաղցու հոգեբանությունն է, դարերից եկող Ղարաբաղցին երբեք գաղթական չի եղել, ու լինելու իրավունք չունի, քանի որ ունի նման կռվող տղաներ, երբեք։ Դու կանխեցիր իմ հարցը, ուրեմն վերադառնում է ժողովուրդը։ Վերադառնում է ժողովուրդը, որի վրա մենք անցյալ անգամ մեր հանդիպումների ժամանակ մեծ ուշադրություն ենք դարձրել, մարդիկ թերահավատորեն էին նայում դրան, որ իբր դա միայն երազանք է եւ այլ, բայց մենք տղաներով համոզված ենք, ես արտահայտում եմ ոչ միայն իմ կարծիքը, այլ ընդհանուր կռվող տղաների կարծիքը եւ երկրորդ վարկած այստեղ բացառվում էր, եթե մարդ գտնում որ ինքը իրեն տեղ գործի
հողի տերն է, եւ պիտի դա պահի նրա վրա ապրելու համար ոչինչ չի կարող նրան կայնեցնել այդ սուրբ գործի առաջ։ Կամքի, այստեղ կամքի, հոգեբանության եւ այլ հանգամանքների հետ կապված հարցեր են սրանք, որը միշտ էլ երբ եթե ասենք այսօրվա դրությամբ Ղարաբաղցի զինվորը կռվի, ասենք Ղարաբաղի սահմաններից դուրս հող նվաճելու, ուրիշի ունեցածը թալանելու եւ այլ հոգեբանական այս նկատառումներով նրա համար եւս դժվար կլինի, բայց մենք այսինչ որ անում ենք ստիպված մեր հողը, մեր հայրական օջախները, մեր գերեզմանները պահելու համար։ Սա կարևոր մոմենտ է, որով եւ բացատրում է մեր այս հաղթանակների հիմնական պայմանները, կարելի ասել։ Շնորհակալություն, հաջողություն ձեզ։ Հուսում եմ, որ հաջորդ մեր հանդիպումը կլինի արդեն ներքևի մասում, Մարտակերտի շրջանի ներքևի մասում եւ մոտ օրերս կարելի ասել լրիվությամբ կվերականգնենք Մարտակերտի Ղարաբաղի սահմանները։ Աստված։ Ես իհարկե գիտեի, որ Ավոն տղաների հետ այնտեղ առաջին գծում է։ Ռադիոհաղորդիչով լսում էի նրա ձայնը եւ շատ էի ուզում տեսնել նրան։ Ու որքան մեծ եղավ իմ ուրախությունը, երբ կապայինների ճամփարում հանդիպեցի նրան։ Իսկ հանդիպել Ավոյին ու չզրուցել նրա հետ, մեղմ ասած, ճիշտ չէր լինի։ Իմ առաջարկը նա ընդունեց սիրով։ Ավո ջան, երբ եկաք, երբ սկսվեցին մարտական գործողությունները եւ ինչպես է հիմա վիճակը։ Երբ եկա ուր այստեղ լավ, ուրեմն ինչպես որ քեզ ընդհանրապես Մարտունու մեջ կլամ, բայց եկանք Մարտակերտ, երբ Մարտի 5-ին սկսանք աշխատել թեւի Մարտակերտ, ջանյատաղ անդերը վերցրեցինք, հետո այդ բուժքի յալայի մեջ մեր դակը մասնակցեցան ուրիշների հետ, եւ հետո դարձանք ասկոմի վրա սկսանք աշխատել, ամսուն ամսուն 27-ին, եթե չի սխալի, ուրեմն ամսուն 27-ին սկսանք, բայց շատ հաջող չանցավ, ամսուն 29-ին վեր սկսանք եւ սկսանք գողած առաջ երթալ։ Հիմա հասած ենք մինչեւ Կիրովաբադի ճանապարհը եւ մենք երբ որ ուզենք առաջ կերտանք, հարցանը թե արդյոք ուզենք կամ ոչ, կամ պիտի նախընտրենք, որ խաղապնակցությունը ապահով ձևով դուրս ելայած տեղեն եւ հետո առաջ երթանք, բայց կարծես թե իրենց զինվորականները թույլ չեն տար, ուրեմն թերևս նոր ենք սկսենք։ Ճանապարհի վրա այստեղ գյուղ չասած որքան ինձ հայտնի է ձեր տանկն են խփվել եւ տղաներն են ձեր զոհվել այնտեղ։ Ուրեմն, այո, 3 հոգի զոհվել են մեր տանկի մեջ, ազները խփեցին եւ որ չարեկտար կմտնենք, շատ խիստ թիմադրություն ցույց տվին թշնամիները անդեղ, ադորամար ամսուն 27-ին շատ հաջող չանցավ, հետո ամսուն 29-ին նորեն ենք, այնադեն գրցանք իրենց քիծը գդրել եւ առաջ երթալ։ Ովքեր են տղաները ներողությունով։ Տղաները Մաշկալաշյանի անձնագազմն էին, արդեն Մաշկալաշյանի BMP 2-ի անձնագազմն 2 հոգի մերան, Փուշկի յալը, այդ Մարտակերտեն վերև, այդ բարձունքը որ գվերցեր։ Մենք տված ենք 7 զոհ Մարտունու շրջանեն, ուրիշ զոհեր եղած են Հադրութեն, Մարտակերտեն, ասվերջին գործողություններու մեջ։ Բայց մեզ մե 7 զոհ եւ մի քանի վիրավոր, շատ չեն վիրավորներ։ Այսպեսի մի հարց եւս, դուք հիմա գտնվում եք այստեղ Մարտունու պաշտպանությունը ապահով է առանց ձեզ։ Ոչ թե միայն ապահով է, այլ կարողություններ ունին առաջ երթալու։ Կարողություններ ունին այնտեղ առաջ երթալու։ Այսինքն դուք գտել եք, որ հիմա այս պահին այստեղ ձեր գտնվելը ավելի անհրաժեշտ է, քան Մարտունում մնալը։ Այո, այս հարցը պատմական հարց է, այս քելվաճարի հարցը։ Մեր ժողովրդի համար չափազանց կարևոր է վերջապես այս շրջանը վերամիացնել Հայաստանին, ինչպես գիտես ամեն դեպ որ գտած վանք մգա, հայկական հոյասիկը ամեն մեկի որ մտնես գտեսնես որ իսկապես
հայկական հող է եւ չափազանց կարևոր է 3000 քառակուսի կիլոմետր միացնել նաեւ Արցախի բամությունը բան է որոշիչ թեր գխա աս շրջան գրավելը Այսինքն դա միայն ճանապարհի հարցը չէ, այլ նաև հոգևոր մեր հաղթանակը։ Հոգևոր, քաղաքական, ռազմական ամեն ծևով շատ կարևոր է այս հաղթանակը տանել։ Շնորհակալություն, հաջողություն։ Ոչ։ Այո, մենք ստիպված ենք մղում այս պատերազմը։ Մղում ենք, որովհետև չենք ուզում, որ մեզ քշեն մեր հողերից։ Մենք ստիպված ենք ընդունելու թշնամու մարտահրավերը։ Ստիպված ենք կռվելու, որպեսզի ապահովենք անվտանգ երթևեկությունը Գորիս Լաչին Ստեփանակերտ մայրուղով, կյանքի ճանապարհով։ Իսկ հակառակորդը փորձում է փակել Արցախը սնուցող միակ զարկերակը։ Ու մեզ ոչ ոք չի կարող մեղադրել, քանզի մարդու ամենամեծ իրավունքը ապրելու իրավունքն է։